Սյունած աշխարհի քաղաք Գորիսն է սա։ Երևանից 254 կիլոմետր հեռավորության վրա Գորիս գետի հովտում։ Բավականին ընդարձակ խոր դաշտականնման գոգավորության վրա։ Բարձրաբերձ ժայռերը, բրգաձև գագաթները, խոր ձորերն ու կիրճերը, ապարաշ քարափները, քարայրներն ու քարանձավները անկրկնելի յուրօրինակ գեղեցկություն են հաղորդում ռելիեֆին։ Բնությունը գեղեցիկ, օդը մաքուր, մարդիկ ազնիվ ու շիտակ։ Հրաշալի մարդիկ են գորիսցիները։ Գորիսը որպես քաղաք հիմնվել է 1870 թվականին։ 1921-30-ական թվականներին եղել է հայկական խորհրդային հանրապետության Զանգեզուրի գավառի, ապա Գորիսի շրջանի վարչական կենտրոնը։ 1970 թվականին շրջանային քաղաքը դարձել է հանրապետության ենթակայության քաղաք։ Գորիսը բնակավայր է եղել վաղ ժամանակներից։ Մարդկային կյանքն այստեղ կազմավորվել է շատ վաղ։ Այդ են վկայում հայտնաբերված բնակավայրերն ու տարբեր գտածոները։ Այս ամենը պահպանվում են քաղաքի երկրագիտական թանգարանում։ Սա հին Գորիսն է, Գյորեսը, վարարակն։ Գորիս գետի միջին հոսանքի ձախապին լաստիկալ խուտ լեռան հյուսիսարևմտյան լանջերն ակոսող ձորում։ Գյորեսը պատմական ժամանակների Հաբանդ գավառի գյուղերից էր։ Այստեղ է եւ 4-րդ դարի կառույց Սուրբ Հռիփսիմե եկեղեցի։ Այն կառուցվել է հեթանոսական Մեհյանի տեղում։ Ներկա տեսքը 16-րդ դարի 3-րդ վերակառուցման հետևանք է։ Իսկ սա Ձակ նահապետի կառուցած բերդի ավերակներն են։ Ձակեձոր բերդը եղել է Սյունիքի նշանավոր բերդերից մեկը։ Հմայիչ քաղաք է Գորիսը, արևելյան մասիր քարանձավներով ու քարայրներով, որոնք մարդը որպես կացարան օգտագործել է դեռևս խոր հնադարում, նաև հետո դարեր շարունակ։ Սրանք օգտագործվել են եւ պաշտպանական նպատակներով։ Տարբեր ձևերի ժայռային այս մնացուկները, որոնք բարձրանում են լանջերին, մինչև 10-20 մետր երբեմն ավելի բարձրության վրա են։ Առանձին բուրգեր ունեն սնկերի տեսք։ Սա Գորիսի քարանձավային բնակավայրում գտնվող ժայռափոր թատրոնն է իր բեմով, նստատեղերով եւ հարդարման սենյակներով։ Գորիսի թատրոնը հին պատմություն ունի։ Այն գալիս է 100-ամյակների խորքերից։ Հին ամրոցի պատերի հետքերն իր վրա կրող այս քարանձավ շինվածքի մեջ է գործել Գորիսի առաջին թատրոնը։ Մելիքանիստ Գորիսի առաջին մելիքը Օհանն է եղել, որը Փանահ խանից իր տիտղոսն ստացել է Ղարաբաղի Մելիք Շահնազարի միջնորդությամբ։ Ահա նրա ապարանք։ Այս քարայրերը, քարանձավներն ու բրգաձև ժայռերը ներշնչանքի աղբյուր են եղել շատ արվեստագետների համար։ Այսօր էլ է այդպես։ Օրինակ, էկզոտիկ քարանձավ արվեստանոցում է աշխատում Հայաստանի նկարիչների միության անդամ Ժիրայր Մարտիրոսյանը։ Միջին դարերում հնամենի Գորիսը եղել է կարևոր հանգույց Նախիջևանից Զանգեզուրով դեպի Արցախ եւ Մերձկասպյան թափաստանները գնացող այն բանուկ ճանապարհի վրա, որով տեղափոխվում էր Նախիջևանի աղը։ 1823-ին Գորիսն ուներ 119 ծուխ։ Բնակչությունն այստեղ ստվարացավ հատկապես Թուրքմենչայի պայմանագրից հետո 1828 թվական։ Պարսկաստանից Արևելյան Հայաստան վերադարձած հայերի հաշվին։ 1826 թվականի հուլիսին, երբ սկսվեց ռուս-պարսկական պատերազմը, Գորիսում տեղավորված էր ռուսական բանակի 42-րդ գնդի 3 վաշտ 2 թնդանոթով։ Գորիսը այդ շրջանում մտնում է Տաթևի մահալի մեջ, այնուհետև դառնում է նրա արևելյան հատվածի գյուղերից կազմված Գորիսի գավառամասի կենտրոնը։ 1868 թվականի վարչական բաժանմամբ Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուրի գավառի կենտրոնը։ Ձորի սահմանափակ տարածքը խոչընդոտում էր նրա զարգացմանը եւ 1870-ին վաղնջական գյուղի դիմաց գետի Աչափնյա հարթավայրում հիմնվում է Գորիս քաղաքը։ Գորիսը հենց սկզբից կառուցապատվում էր ըստ հատակագծի, որի հիմքում ընկած էր ուղիղ եւ լայն փողոցների ցանցը։ Փողոցների երկայնքով տեղադրվող տներից յուրաքանչյուրն ուներ ընդարձակ պարտեզ, կենտրոնում գտնվում էր զբոսայգի։ Գորիսը մի առանձին շուկ սկսեց ստանալ 1900-ականներից։ Քաղաքի արդյունաբերության զարգացման տեմպերը արագացան հատկապես 1950-ական թվականներին։ Պետք է ասել, որ նախախորհրդային Գորիսը հիմնականում արհեստավորական քաղաք էր։
արտադրությունը կրում էր տնայնագործական բնույթ։ Բնակավայրը Գորիս անվամբ առաջին անգամ հիշատակվել է 1625 թվականի մի ձեռագրում։ Հեղինակը Գորիսում արտագրել է Սուրբ Գրիգոր Տաթևացու գիրք Հացմանցը, ինչի առիթով եւ թողել է հիշատակություն։ 1750-ականներին Տաթևի ընդարձակ մելիքությունից առաջանում է Գորիսի մելիքությունը։ Գորիսը դառնում է մելիքանիստ։ 19-րդ դարաշրջանում Զանգեզուրի ներկայիս տարածքայթում եւ մելիքանիստ Գորիսը կազմում է Ղարաբաղի խանության մաս, իսկ վերջինս մտնում էր Պարսկական պետության մեջ։ 1920 թվականի դեկտեմբերի 25-ին Զանգեզուրը Գորիս կենտրոնով ժամանակավորապես դարձավ ինքնավար։ 21 թվականի ապրիլի 28-ին ինքնավար աշխարհազատ Սյունիքը հայտարարեց ազատ պետություն եւ այն վերանվանվեց Լեռնահայաստան։ Այս կացությունը շարունակվեց մինչև 21 թվականի հունիսի 1։ 21-ից 30 թվականներին Գորիսը Զանգեզուրի գավառի կենտրոնն էր։ 1930-35 թվականին համանուն շրջանի կենտրոնը։ Շրջանային ենթակայության քաղաքը 1970-ին դառնում է հանրապետական ենթակայության քաղաք։ Գորիսի կենտրոնական զբոսայգում է հայրենական մեծ պատերազմում զոհված զանգեզուրցիների աղբյուր հուշարձանը։ Գորիսը պատմության բոլոր փուլերում կարևոր դեր է խաղացել հայոց ինքնիշխանության, հայոց արժանապատվության պահպանման գործում։ Այն պատվականորեն հանդես եկավ եւ հայոց անկախության համար մղված վերջին գոյամարտի Արցախյան ազատամարտի տարիներին։ Իսկ Գորիսի կամավորական գումարտակը 92-ից 94 թվականների մարտական գործողությունների ընթացքում կորցրեց իր 58 քաջերին։ Ահա նահատակած հուշահամալիրում նրանց պատվին կառուցված հուշաքարը։ Ազերիները փակել էին Գորիս Լաչին ճանապարհը եւ հրետակոծության մեջ էին առել հայոց սահմանային բնակավայրերը։ Հսկայական զորամիջոցներ էր կուտակված եւ Գորիսի ուղղությամբ։ Այսօր էլ քաղաքի շատ կառույցների վրա երևում են այն օրերին ստացած վերքերը։ Ահա եւ հայ Արցախի երևելի Աքսել Բակունցի հուշարձանը, գրողի անունը կրող հրապարակում։ Իսկ սա գրողի տուն թանգարանն է։ Գորիսեցիները իրավամբ հպարտանում են գրականության, մշակույթի այլ ոլորտների իրենց համերկրացիներով։ Սա Գուսան Աշոտի տունն է։ Այս տան պատշգամբից ելույթ է ունեցել Անդրանիկ Զորավարը։ Ահա եւ Գարագի Նժդեի հիշատակը հավերժող հուշարձանը։ Սա Սուրբ Տաթևացու հուշակոթողն է, ստեղծվել է 2010 թվականին։ Գորիսի մուտքը խորհրդանշող կոթողն է սա։ Այն նման է լեռնաշխարհի բրգաձև ժայռերին։ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքն է սա։ Այն կառուցվել է 1897-1904 թվականներին։ Կառուցման նախաձեռնողները եղել են Մելիք Հյուսեյնյանները։ Եկեղեցին օծվել եւ բացվել է 1904 թվականին։ Այս եկեղեցում է կատարվել Գարեգի Նժդեի Գորիսյան պսակի արարողությունը։ Եկեղեցին դադարել է գործել 1922-ին։ Այն վերակառուցվել է 1995 թվականին։ Կառուցվում են գմբեթը, թմբուկը, գեղարդը, խորանը։ 1997 թվականին կատարվում է օծումը։ Գորիսը 1989 թվականից հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդարանի նստավայրն է։ Այսքան պատմամշակութային հուշարձանների տեր բնակավայրը չէր կարող վրիպել արտասահմանյան զբոսաշրջիկների կողմից։ Այստեղ բավական շատ զբոսաշրջիկներ են գալիս։ Այսօր Գորիսը զբոսաշրջության կենտրոն է։ Հավելենք, որ քաղաքն ունի հյուրանոցային հրաշալի համալիր, 14 հյուրանոց։ Հյուրանոցներից մեկում մեր նկարանման օրը նաև քաղաքապետարանի աջակցությամբ համերգ էր, որտեղ էր քաղաքի մշակութասեր հասարակայնությունը, կային զբոսաշրջիկներ։ Քաղաքում նման կարգի միջոցառումները հաճախակի են, նշում են ունկնդիրները։ Գորիսը մայրաքաղաքից այս առումով գրեթե հետ չի մնում։
Հպարտությամբ ասում են նրանք։ Սա գիշերային Գորիսն է, ծով լույսերով ողողված։ Իրոք որ գեղեցիկ է գիշերային Գորիսը։ Գորիսում կառուցապատման հին շունչ կա։ Կան նաև շատ գեղեցիկ նորակառույցներ։ Այս քաղաքը, որը հանրապետության մյուս քաղաքներից առանձնանում է իր ուրույն քաղաքաշինական տեսքով, կարելի է համարել ճարտարապետության ավանդույթների քաղաք։ Իրար հետ գեղեցկորեն համադրվելով հինն ու նորը վերջաշուկ տեսք են տվել բնակավայրին։ Այստեղ կան եւ ազգային ճարտարապետական ավանդույթներով կառուցված շինություններ եւ քաղաքաշինության նորագույն ժամանակակից նվաճումներով կառույցներ։ Ավանդական ճարտարապետական ոճով կառույցներում օգտագործված է տեղական քարը։ Քարի իրար մեջ ագուցված շարվածքը, որը տեղացիները բարքաշ են ասում, նաև ընդունված է ասել վագրակար, միայն Գորիսում կարելի է հանդիպել, այն Գորիսյան է։ Այս շարվածքը հետաքրքիր ձև է տալիս պատին։ Ամեն կերպ աշխատել ենք, որ ավանդական ճարտարապետության լավագույն օրինակները պահպանվեն։ Հին տները, եթե վերակառուցվեն իրենց ոճի մեջ մնալով, ասում է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը։ Թեև խորհրդային տարիներին շատ բաներ էլ ոչնչացվել են։ Շենքեր կան քաղաքում, որ ունեն 100-ից ավելի տարվա պատմություն։ Գորիսը սերտ համագործակցության մեջ է Ֆրանսիայի Վիեն քաղաքի հետ։ Բարեկամության հիմքերը դրվել են 18 տարի առաջ։ Քույր քաղաքների համագործակցության ոլորտներից մեկը պատմամշակութային ժառանգության պահպանումն է։ Հասարակական կազմակերպությունների շրջանակներում երկու քաղաքներում գործում են փոխադարձ հասարակական կազմակերպությունների ցանց, որոնք ակտիվ գործունեություն են ունենում հարաբերությունների ընդլայնման մակարդակի վրա եւ վերջի տարիների ընթացքում Վիեն-Գորիս հասարակական կազմակերպությունը համագործակցելով Գորիս-Վիեն հասարակական կազմակերպությունը իրականացրեց հին Գորիսում պատմամշակութային ժառանգություն հանդիսացող Սուրբ Հռիփսիմեր եկեղեցու վերականգնման աշխատանքներին։ Նրանք մասնակցեցին Գորիսի լուսավորության ցանցի բարելավմանը, նրանք մասնակցեցին տուրիստական երթուղիների կառուցման քաղաքականությունը, ֆիզոտուրիզմի, լանդշաֆտային տուրիզմների քաղաքականությունը, Գորիսի գյուղատնտեսական քոլեջը հուշագիր ունի համագործակցելու Վիենի գյուղկոլեջի հետ, Գորիսի առողջապահական կենտրոնը հուշագիր ունի համագործակցելու Վիենի կենտրոնական հոսպիտալի հետ։ Վիեն-Գորիս կազմակերպության ներկայացուցիչ Ժոզեֆ Փափազյանը շատ անգամներ է եղել Գորիսում։ Այս այցը եւս նպատակներ ունի։ Ես Ֆրանսիան զնացեմ, ամեն անգամ գողորեինք, որ ինչպես գնանք օգնել Գորիսը, Հայաստան, երբ ճամփան կդանք, շուտով եկանք։ Կյանքը զարգանում է, մոտեցումները նրա հանդեպ նույնպես։ Մարդ պետք է պատրաստ լինի նոր հարաբերություններին։ Ինչպես որ փոքրերն են սովորում մեծերից, այնպես էլ մեծերը շատ բան կարող են սովորել երիտասարդներից։ Իմ ցանկությունն է եղել, որ համայնքային գործունեության ժամանակ քաղաքի երիտասարդությունը ընդգրկվի այդ գործերում։ Այս սկզբունքով եմ առաջնորդվել համայնքապետության իմ 14 տարիների ընթացքում, ասում է Նելսոն Ոսկանյանը։ Շատ հարցերում նաև բնակչությանն եմ հաշվետու եղել։ Նրանք էլ են մասնակցել բանավեճերի կամ քննարկման տեսքով որոշ հարցերի լուծմանն ու կարգավորմանը։ Այս կերպ կամեցել եմ, որ գորիսեցին զգա իրեն լիրավ տեր այս քաղաքի։ Իհարկե ես չեմ ժխտում, իմ գործունեության ընթացքում եղել են եւ բացթողումներ, թերություններ, բայց բոլոր դեպքերում կամեցել եմ անել առավելագույն։ Կան բաներ էլ, որ նախատեսված են եղել հեռանկարային զարգացման ծրագրերում, որոնք դեռ չեն իրականացվել, հավելում է քաղաքապետը։ Գորիսը ունի համայնքային խորհուրդ, ինչպես Ավականին ունի իր մշտական հանձնաժողովները, Գորիսն էլ ունի իր համայնքային խորհուրդ, որը ունի իր մշտական հանձնաժողովները, որոնք քննարկում են Գորիսի զարգացումների կամ Գորիսի արկա իրականության աշխատանքների կատարման ընթացքը լավ ու վատ կողմերը։ Երիտասարդական խորհուրդն էլ իր տեղն ունի իր առաջարկներով իր գործունեությամբ։ Կառավարության 2013 թվականի որոշմամբ Գորիսը համարվում է տարածաշրջանային զբոսաշրջության կենտրոն, եւ այդ առումով իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Քաղաքում միջոցառումները հաճախակի բնույթ են կրում, ներկայացնում է քաղաքապետը։ Գորիսն ունի եւ քաղաքի իր տոնը, որը մեծ շուկով է նշվում։
Շատ գորիսեցիներ, ովքեր բնակավայրից վաղուց դուրս են եկել, շտապում են ներկա գտնվել միջոցառմանը։ Տոնակատարությանը իրենց ներկայությունն են բերում նաև պետական պաշտոնյա այրեր։ Գորիսում գործում են բավական թվով մշակութային, մարզական, կրթական հիմնարկներ։ Մշակույթի տուն, 2 երաժշտական դպրոց, 2 մարզադպրոց, արտադպրոցական մշակութային կառույցներ, շախմատի դպրոց, գործում է գեղագիտական ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղը։ Քաղաքի Գուսան Աշոտյանն կրող մշակույթի տանն են ներառված երկրագիտական թանգարանը, պատկերասրահը։ Այստեղ գործում են պարային խմբեր, Գուսանի անունը կրող ժողգործիկների համույթը, գիտարի, դաշնամուրի խմբակները։ Ժողգործիկների համույթը մոտ 12 տարի առաջ է հիմնվել։ Համերգներով հանդես է եկել Հայաստանի տարբեր տարածաշրջաններում եւ Արցախում։ Համույթը շատ անգամներ է արժանացել պատվոգրերի եւ շնորհակալագրերի։ Վահե Մելքումյանի պարային ստուդիայի 2 պարային համույթներում ուսուցանվում են մոտ 120 երեխաներ։ 2002 թվականից գործող համույթները քաղաքապետարանի հովանավորությամբ եւ ծնողների օգնությամբ գրեթե տարին մեկ անգամ եղել են Եվրոպայում, Ռուսաստանում։ Գևորգ Պարոնյանի անվան արվեստի դպրոցն ունի կերպարվեստի եւ խեցեգործության բաժիններ, որտեղ սովորում են 60-ից ավելի աշակերտներ։ Ուսուցումը տևում է 5 տարի։ Դպրոցը քաղաքային ցանկացած միջոցառման ժամանակ մասնակցում է իր ցուցահանդեսով։ Մասնակցել է եւ մարզային շատ ցուցահանդեսների։ Միջազգային ցուցահանդեսների եւս մասնակցել է, երբ եղել են հրավերներ՝ Լեհաստան, Չեխոսլովակիա եւ այլն։ Խեցեգործները ծանոթանում են կավի մշակման տեխնոլոգիային։ Փոքրիկ արտադրամաս է, որն ունի իր դրսման վարարանը, հաստոցները եւ այլն։ Ահա Գորիսյան պատկերներով ուսուցիչների օգնությամբ սաների աշխատանքներից էլ կարելի է նկատել, թե ուսուցումը ինչ հիմքերի վրա է դրված։ Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2006 թվականին Գորիս եւ Վիեն քույր քաղաքների քաղաքապետարանների համատեղ ջանքերով։ Գորիսի քաղաքային պատկերասրահն է։ Պատկերասրահում մեր նկարանման օրը ցուցադրվում էին գորիսցի հայտնի նկարիչների միության անդամ Ժիրայր Մարտիրոսյանի գործերը։ Նկարիչը նաև պատկերասրահի տնօրենն է։ Նրա նկարները ցուցադրվել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում եւ այլուր։ Հետաքրքիր են առավելապես նրա գորիսյան թեմաներով գործերը։ Գորիսում գործում են 7 նախակրթարաններ։ Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան նախակրթարանն ունի 83 տարվա պատմություն։ Նախատեսված է 110 երեխայի համար։ Քաղաքի կենտրոնական նախակրթարաններից մեկն է, ուր շատերն են կամենում իրենց երեխաներին բերել։ Ներկայությամբ կա 40 դիմում, սակայն պայմաններ չունենալու պատճառով չեն կարող բոլորին ընդունել, ասում է տնօրենը։ Ահա, այսպիսին է Գորիս քաղաքը, իր անցյալ պատմությամբ եւ ներկայով։